Հիմա եթե վախենում եք միապետությունը վերականգնել, թե իբր ջմոները կհարձակվեն, ես իմ ինչ կանեն, մեզ կուտեն, բան, բայց արդեն ուտում են։ Արդեն ուտում են։ Ինչ անել, ինչ կարող ենք, վերականգնեք միապետությունը, եթե մեռնելու եք, ասենք թուրքերը մտնելու են մորթեն, միապետությունը վերականգնելով մորթվեք, ասենք, բայց դե գոնե կարող է բնակչության մի մասը փրկվի։ Կարող ասենք որոշ մասը ոտքի կանգնի եւ նահատակվի, իհարկե, որովհետեւ Նիկոլն էլ զորք կհանի ձեր դեմ, ջմոների սպեցնազ էլ կա, տե դրանք էլ կարող է դուրս գան, ինչ վերաբերում է այդ պայքարի ձևերին, պայքարի շատ ձևեր կան իհարկե, բայց ամենակարևորը այն է, որ դուք ընդունեք միապետությունը վերականգնելու անհրաժեշտությունը, թե ոնց է պետք դա անել, դե կքննարկենք, բայց դուք հենց սկզբից չեք ընդունում, ասում եք չէ, մեզ կուտեն, ես էլ ասում եմ, ձեզ արդեն ուտում են։ Հիմա կամ տենց սողեսող, տենց ապրեք, թո ուտեն, տենց ձեզ պրծնեն, դուք ձեն մի հանեք, կամ ոտի կանգնեք եւ վերականգնեք միապետությունը։ Հիմա ո՞րն եք ընտրում։ Դուք ընտրեք, ես պայքարի ձևերը կասեմ։ Առաջի ձևը նա, եթե դուք ընդունում եք միապետությունը վերականգնելու անհրաժեշտությունը, ապա այդ գաղափարը տարածելն է, մյուսներին համոզելն է։ Նախ դուք համոզվեք, որ ձեզ արդեն մորթում են, արդեն կառափնարան են տանում։ Հնդիկ-մնդիկ թուրք-մուրք արդեն մտել են ուրիշ երկրների, օտար երկրների սպեցնազ լիքը։ Բայց եթե դուք ոչինչ չանեք, տենց էլ մորթվելու եք գնաք։ Եթե հանկարծ կարողանաք երկրից դուրս փախնել, դրսում էլ են կոտորելու։ Ռուսաստանում կոտորելու են, հետո Եվրոպայում, հետո Ամերիկայում, ամենտեղ կոտորելու են։ Չեն թողելու հայ աշխարհի երեսին։ Եթե սեն շարունակեք։ Բայց եթե վերականգնվի միապետությունը, ապա շանսեր կան, շանսեր կան։ Եթե թեկուզ պարտվենք էլ, գոնե պատվով կպարտվենք։ Ասենք քսի տվեք։ Չնայած դուք ախր ասում եք Աստված գա փրկի, բայց դուք Աստվածի վրա հույս էլ չեք դնում։ Եթե դուք Աստվածի վրա հույս դնեիք եւ հրաշքների դու ոչ մի բան չեք հավատում։ Եթե դուք հրաշքների հավատայիք, դուք սա կընդունեիք որպես հնարավորություն այդ հրաշքները առաջ բերելու։ Ախր դուք հրաշքների մասին էլ տենց պատկերացում չունեք, դուք չգիտեք հրաշքը ինչ է։ Հրաշքը այն օրինաչափությունն է, որը դուք դեռ չեք հասկանում։ Այդ է հրաշքը։ Հիմա եթե դուք ինքներդ ձեզ համոզեք, որ, այսինքն համոզվեք, որ դուք արդեն մորթվում եք, այդ մորթվելու պրոցեսի մեջ եք, ու այդ պրոցեսից հետ կանգնելու միակ ճանապարհը միապետությունը վերականգնելն է, արդեն գործը կսկսի առաջ գնալ։ Դուք մյուսներին կհամոզեք դա, ու եթե շատանան տենց մարդիկ, մեծամասնությունը, ջմոները արդեն չեն կարող շատ բան անեն։ Եթե լե պատկերացրեք Հայաստանի Երևանի փողոցներում 500,000 մարդ հավաքվի։ Շատ չեմ ասում, 500,000, են գյուղացիները թող մնան իրենց գործը անեն, Երևանի բնակչությունը գոնե 1 միլիոն է, 500,000-ը հավաքվի փողոցները, այդ միապետության վերականգնումը կստացվի։ Հասկանալի է։ Դրանից հետո դժվարն է գործը։ Ասենք կարող է ռուսական ռազմաբազան հանեն, ասեն դե որ դուք բանը չի, մենք հանում ենք բան։ Չնայած եթե միապետությունը վերականգնվի, ես ասել եմ, որ ռուսական ռազմաբազան պետքա դեռ թողնել, ճիշտ է, ռուսները ջմո են, իրանց ամբողջ ղեկավարությունը ջմոներ են Կրեմլը, բայց պետքա իրանց հետ իրանց խաբել, թե իբր չէ, մենք չգիտենք, որ իրանք ջմո են, մենք չգիտենք։ Իրանք մեր դաշնակիցն են, մենք թույլ ենք տալիս, որ ռազմաբազանը տեղ լինի, որտեւ այդ ռազմաբազան անհրաժեշտ է թուրքերի հարձակումը կանխելու համար։ Ինչքան էլ ջմո, բայց գոնե
ռազմաբազայի վրա հարձակման դեպքում թուրքերի կողմից սրանք չեն կարող չկրակեն, ու պետք է կրակեն։ Եթե անգամ իրանք ասեն չէ, մենք ենք խզում այդ պայմանագրերը, մենք ենք գնում, թողնները քաշեն գնան, ինչ անեն, թող բանը զենքը չեն կարող հետները տանեն։ Զենքը չեն կարող հետները տանեն։ Հենց միապետությունը վերականգնվեց առաջի հրամանս լինելու է սահմանները փակել։ Այդ այրոպորտները տրաքացնելու են։ Այդ ծայրահեղ դեպքում։ Եթե տեխնիկապես հնարավոր չլինի փակել սահմանները, այսինքն որ թռիչքներ չլինեն Հայաստանից, ոչ մի ինքնաթիռ չթռնի, ռուսները չեն կարող իրենց զենքերը տանեն ստեից։ Պետք է էլի բալահովիտի նման մի հատ պայթյուն կազմակերպեն, ամբողջ այդ լեննականը տրաքացնեն, այդ զենքերով, մենքերով, տանկերով, մանկերով, բան, որ նոր իրանք բանը հեռանան։ Այդ կարան անեն, ոնց որ բալահովիտում արեցին, կարան անեն, տրաքացնեն։ Իրանք զինվորներն էլ կարող է չտանեն, որովհետև այդ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մեծ մասը հայեր են։ Հենց տենց էլ հայախառը կարող է տրաքացնեն, կարող է։ Պետք է հասցնենք թույլ չտալ, դրա համար մարդ է պետք։ Ես մենակ չեմ կարա եւ Մեղրի հասնեմ եւ Գյումրի հասնեմ, մտնեմ ընդ ամեն ինչ անեմ, դուք պետք է անեք։ Մարդիկ են պետք, որպեսզի ես նշանակեմ ներքին գործերի նախարար օրինակ, ինչ որ մեկին, վստահելի մեկին, ինքը ներքին գործերի այդ զինված անձնակազմը վերցնի եւ գրավի ռուսական ռազմաբազան, թույլ չտա որ պայթացնեն, այնտեղ ռուսներին բոլորին ձերբակալի ու բանանի։ Կարող ոչինչ կանի։ Շրջան, ինչ էլ անի, թող անի։ Մենակ թե այդ ռուսական ռազմաբազան այնտեղ մնա, զենքերը մնան, հայ զինվորները, հայ զինծառայողները շարունակեն ծառայել եւ այդ սահմանը պահվի այդտեղ։ Որտեվ դա միակ տեղն է, որ թուրքական զորքերը կարող են այդտեղից մտնել։ Երկաթգիծն է, կամուրջն է, դեսադենը, ընդ Ախորյան գետի կիրճը այդքան հեշտ չի անցնել, տանգեր, մանգեր ընդ չեն կարող անցնել։ Մեկ էլ էս ներքևում Արարատյան դաշտի հարավային մասում տեղ կա, որ տանկեր կարան անցնել, այդտեղ էլ է պետք պահել։ Մի խոսքով այդքան դժվար չի պահելը, մեր զինված ուժերը կարող են, ուղղակի պետք է արագ գործել, գրավել, այսինքն այրոպորտը, օդանավակայանները եւ Գյումրու եւ Էրեբունու եւ բանի հիմնական օդանավակայանը Երևանի, որպեսզի ռուսները չկարողանան իրանց զինծառայողներին փախցնել, որպեսզի ռուսական զինծառայողները պատանդ վերցվեն մեր զորքերի կողմից, պատանդ վերցվեն, եւ ռազմաբազան եւ ռուսական զինծառայողները պատանդ վերցվեն, հասկանալի է։ Ինչ վերաբերում է մնացած մասերին, սահմանի Ադրբեջանի հետ, մեր զորքերը կարող են պահել, Ամեն դեպքում դա միակ ճանապարհն է, ձեզ հիմա արդեն մորթում են, հիմա արդեն մորթում են, դուք արդեն ոչնչացվում եք, միակ ճանապարհը միապետությունը վերականգնելը, նախ համոզվեք ուրիշներին, հետո կասեմ։ Արիաս ճանապարհ աշխարհում կան ուժեր, որ կարող են տապալել ջմոներին, ազատել ջմոական մեդիայից, քաջությունից, ցանցերից, ֆինանսական տիրապետությունից, այդպիսի պոտենցիալ ունեցող ուժեր կան։ Այդպիսի պոտենցիալ ուժը դուք եք, դուք, ժողովուրդը, հասկանալի է, դուք եք։ Այդ դուք չաշխատեք ջմոների համար, չծառայեք ջմոների ուժը որտեղ է։ Ջմոների ուժը դուք եք, որտեղ դուք ծառայում եք իրանց։ Այդ դուք իրանց չծառայեք, իրանք ոչինչ չեն կարող անեն։ Ճիշտ է, հիմա այս կապիտալիզմի պայմաններում այս համակարգը, որ իրանք ստեղծեն, ֆինանսավարկային համակարգը, բանդես դեն, շատ է խորացել։ Դուք չեք կարող հիմա հրաժարվեք ձեր աշխատանքից, որովհետև ուտելու բան չեք ունենա։
ու իրանց նպատակը հենց դա է եղել, որ ձեզ կտրեն հողից, բերեն քշեն քաղաք, կապեն ինչ-որ աշխատանքի, որ դուք ստիպված աշխատեք իրենց համար։ Եթե դուք ուզում եք այդ համակարգը քանդվի, կործանվի, ջհուդական համակարգը ամբողջ աշխարհի, դուք պետքա դուրս գաք քաղաքներից, հրաժարվեք ձեր աշխատանքից քաղաքում, վերադառնաք գյուղ, այնտեղ հող վերցնեք եւ մշակեք ու ապրեք։ Հասկանալի է։ Տելևիզոր չնայեք։ Մի նայեք տելևիզոր։ Տելևիզորով ձեզ ջմոները միշտ, եթե դու գիտես, որ տելևիզորով փիս բաներ են ասում, մի նայի։ Մյուսներին ասա, թող չնայեն։ Հասկանալի է։ Քարոզի միապետությունը միայն կարող է տապալի ջհուդների իշխանություն ամբողջ աշխարհում։ Դա երկար կտևի իհարկե, բայց աշխարհի շատ ժողովուրդներ արդեն հասկանում են, արդեն այդքան ախմախ չեն։ Մինչև հիմա շատ ախմախ էին ու շատ սխալ են, բայց հիմա Միացյալ Նահանգներում արդեն հասկանում են, թե իրենց երկիրը ով է ղեկավարում, արդեն հասկանում են, տարածվում է։ Ուժը ժողովուրդն է, տենց կուսակցություն, մուսակցություն, չգիտեմ, օտար մոլորակային չեն գա ու չեն անի։ Դուք պետք է անեք, Աստվածը դուք եք էլեկտրամագնիսական ալիքներ ճառագում ձեր մտքով, հատկապես ձեր վարքով, հաղորդման սկզբում էդ էի ասում։ Ու ձեր մտքով, ձեր վարքով դուք կարող եք դեմ գնալ եւ խաթարել այդ ջմոների ամբողջ ֆինանսա-տնտեսական համակարգը։ Մի ծառայեք իրանց։ Վերադարձեք գյուղ, հող վերցրեք, մշակեք, ապրեք։ Եվ համոզեք մյուսներին, որ միապետությունը միակ ձևն է ձերբազատվելու ջմոների իշխանությունից։ Հասկանալի է։ Թե հիմա հաջողություն կլինի թե չի։ Հա, ինչ վերաբերում է հրաշքներին,